Այս դասին կանցնենք թափանցիկության մասին, թե ինչ կարելի անել թափանցիկ դարձնելու օբյեկտը ու ինչի կարելի է հասնել դրանով։ Ուրեմն թափանցիկ դարձնում ենք այս գործիքով, ռազրաշնես տեսնում եք, վերևում բացում է գործիքների մի քանի տեսակ, թե ինչ կարելի անել, ընդհանուր թափանցիկություն, այս թափանցիկությունը գործում է բոլոր օբյեկտների նկատմամբ, կարևոր չի դա նկար լինի, թե տառ լինի, թե ինչ-որ ուրիշ քառակուսի, եռանկյունի կլոր և այլն։ Տեսեք, ստեղ նաև կա շերտ հասկացողությունը, այս շերտ հասկացողությունը մենք կանցնենք հետագայում, որպեսզի ամեն ինչ չխառնենք իրար, դրա համար եկեք ես առայժմ շերտը հանեմ վերև, ձեզ ցույց տալու համար, ուրեմն մենք ունենք թափանցիկ օբյեկտ, որ քառակուսին է ու ինքը թափանցում է ամբողջովին, իրան տեղափոխելուց տեսնում ենք, որ ինքը ամբողջովին թափանցում է։ Գնալով առաջ դեպի մյուս գործիքներ կարանք ստուգենք իր թափանցիկության մյուս տեսակները, որ ունի գրադիենտ, երկրորդ գործիքն է դա, գրադիենտը ունենում ենք մի քանի տեսակի, կլոր, քառակուսի, կենտրոնից դեպի կենտրոն, սուր, կենտրոնում մուգ մնացածը թույլ, ու էլի կարանք իրան տոկոսայնություն տանք, ստեղ էլի ինչ-որ գրադիենտների ձևեր կա, եթե կուզենաք օգտագործել, կամ միգուցե ձեր մոտ ակտիվ չլինի, էսի կարևոր այդքան բան չի ունենալը, այսքան շատ ինձ թվում է ձեզ պետք չի գա, որտեղ հիմնականում սրանք են օգտագործում, ինձ ձեզ ցույց էի տալիս ավելի շատ ընդհանուրը և գրադիենտը։ Գրադիենտը օգտագործվում է սովորական տեսքով։ Ավելի շուտ։ Անենք Ctrl Z, հետ գանք։ Ոստեղ եկեք փորձենք փոխել թափանցիկության մի քանի ձևեր ցույց տալ։ Դուք կարող եք ինքնուրույն այս բոլորը անել, եթե ձեզ սրանք պետք կգան, կարող եք օգտագործել։ Մենք Ctrl Z անենք, բայց սրանք այս թափանցիկությունները ավելի շատ իհարկե պետք կգան, երբ որ մենք օգտագործենք նկար, այսինքն նկարի վրա կիրառենք թափանցիկություն, եկեք կիրառենք նկարի վրա թափանցիկություն, տեսնենք ինչ է ստացվում, եթե ծայրերը դեպի գնա, սենց, ուրեմն կարանք ներսը պահենք, դուրսը ոնց որ
թափանցիկ դարձնենք ավելի, մի քիչ ավելի ներսի մասը հստակացնենք, այս ուղղակի շատ ավելի շատ այսպես կօգտագործվի, տեսեք 100% թափանցիկությունը լրջնջում է, 0%-ը իրան հետ կբերի, այս տեսքով քիչ քառակուսի օտա լինում, Եվ այլ եկեք մի հատ Ctrl Z անենք, որովհետև այս կլոր ինչ-որ չենք կարում բռնացնենք, սենց երևի ավելի ճիշտ կլինի, աշխատացնել, իրարենք իրան օբյեկտի հանդեպ, ու տեսեք եսի արդեն կարելի է ինչ-որտեղ օգտագործել։ Ամենալավը սա է ստացվել։ Ctrl Z թերով հետ կանք, Միջալից այս Ctrl Z-ը, այսինքն հետ կալը ստեղ բոլոր են ինչ-որ ինքը կհիշի այդ պահին, ստեղ գնանցած կլինի, բայց անսահմանափակ չի էլի իհարկե, իր հիշողությունը ինչ-որ սահմանափակում ունի, դուք կարող է այդ արդեն սահմանափակումը անցած լինեք ձեր քայլերով ու այդքանը հետ չկարանաք բերեք, ինչքան որ ձեզ պետք է, կիրառենք մյուսները, ստեղ կիրառվում է, ստեղ ինչ-որ ուզորներ կա, այս ուզորների տեսքով է կիրառվում թափանցիկությունը, եթե ձեզ պետք է գա, կամ սա, կարող եք կիրառել, տեսնել թե ինչ կա, ինչ կարելի անել, սրանք, կարելի է փոքրացնել այս քառակուսին, օրինակ 10 սարքենք, 10-ը մի քիչ է երևի, փոխենք ուրիշ ինչ-որ թիվ, 25%, 100% թափանցիկություն, բայց ստեղ մենակ սենց ինչ-որ մի բան։ Փոխենք։ Սենց կարելի է անվերջ նայել, թե ինչեր կան, ինչեր կարելի է կիրառել, ստեղ էլի ինչ-որ զալիվկաների ձևեր կա, որ կարելի է կիրառել կամ միգուցե նաև պետք չի կիրառել, մյուսը սենց ինչ-որ գրադիենտներով, բաներով, խաղերով թափանցիկություններ, որը որ դուք կարող եք փորձել նույնը կվերաբերվի այս թափանցիկության մասին ինչ-որ անցանք հիմնականում կվերաբերվի նաև զալիվկայի, այսինքն ներկելու պրոցեսին, երբ որ ես օբյեկտը ուզում եմ ինչ-որ գույներով ներկեմ։ Ստանդարտ ներկի
ձևը, որ եթե գույն ենք ընտրել, սովորական ներկա 100%-անոց ինչ-որ գույնից մի ուրիշ գույն, որ գրադիենտն է էլի, գրադիենտը ուրեմն երբ որ սենց գիծ ենք տենում, կարանք այս գծի երկրորդ պատուհանին փոքր կետին կլիկ անելով ընտրենք գույն, մի գույնից դեպի մի ուրիշ գույն, այսենց գրադիենտ անցկացնենք, կարա գույնները փոխեք, կարակ ընտրեք պալիտրաներից, այսենց գույների հետ կարակ խաղակ, իմիջալից նաև կարակ ընտրեք որևէ գույն, որը օրինակ, եթե նկարի վրայից ձեզ հենց այդ գույնը պետք է օգտագործել, այս գույնը, ասենք թե մեզ պետք է օգտագործել, ինքը պետք է վերցրեց հենց այն գույնը, ինչ-որ մեզ պետք է և կիրառեց մեր օբյեկտի հանդեպ։ Մյուսները փորձենք, ստեղ արդեն ունենք բազմազան գույններ, բազմազան ինչ-որ տեքստուրաներ, որը որ կարող է աշխատի, կարող է չաշխատի, սրանք հեչ պարտադիր չի, որ բոլորը լինի ձեր վերսիաներում, որը որ կարա լինի օնլայն վերսիայի մեջ, բայց եթե կա, կարակ կիրառեք ու հետաքրքիր ինչ-որ բաներ ստանաք, ստեղ էլի կարող եք բոլորը փոխել, գույնն էլ իհարկե կարակ փոխեք, կարակ երկու գույնի դնեք ոնց որ ստեղ միգուցե ֆոնային ինչ-որ բաներ պետք է լինի, որ դուք օգտագործեք, Հալը փոքրացնել կամ մեծացնել, ստեղ էլի կարելի է ինչ-որ փոփոխություններ անել, որը որ ձեզ պետք է գա, միգուցե ձեզ կարող է պետք է հետագայում, կարճ ասած ուսումնասիրեք ես բոլորը, դրանք օգտագործվում են դիզայնի մեջ, ու փորձարկեք, սովորեք, մեզ ավելի շատ պետք է առաջինը, ստեղ ավելի շատ ոնց որ ավելի շատ կիրառվող գործիքներն են, որոնք կիրառվում են մեր աշխատանքի ընթացքում։ Այսքանը այս դասի մասին